ամենաբարձր մարմինը դա հայոց տունն էր, որտեղ պետք է ընտրվեն փոխանորդներ ժողովրդից եւ այդ Հայաստան գլխավոր նպատակը դա ստեղծել գործադիր իշխանություն, որտեղ պետք է իշխեր նախագահ, այդ նախագահը պետք է ընտրվեր նախադրյալներից 13 հոգի եւ այդ 13 հոգուց վիճակահանություն պետք է ընտրվեր մեկը, որն էլ պետք է դառնար նախագահը, իսկ մնացած 13-ը պետք է դառնային նրա տեղակալները եւ խորհրդակիցները։ Մադրասի խմբի մասնակիցները շարունակելով նոր տետրագիրքի գաղափարը ստեղծեցին եւ հրատարակեցին նոր գիրք, որի անունն էր Որոգայթ փառից։ Այդ գրքում ներկայացված էր Հայաստանը ազատագրելուց հետո